Ռադդ քաշի։ Համբալի մեկ։ Նիկոլ Փաշինյանի հետ աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Օսիպյանը 8-րդ օրն է հացադուլի մեջ է։ Արցախցի գործիչը մեկ շաբաթ առաջ մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին եւ որպես քաղաքացի հարց էր ուղղել նրան։ Սովորական հարցու պատասխանը րոպեների ընթացքում վերաճեց բղավոցների ու վիրավորանքների։ Դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Ձեր դեմը ոչ Սեժկա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց են, դուք էլ մատ թափտակ։ Դու դե թափստա։ Ինչա ցույցերն։ Դե եկեք տեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվները ասում եք Արցախն չեն կառուցել։ ասեն։ Այո, չեք կառուցել։ Եվ մինչ անվտանգության աշխատակիցները հեռացնում էին Օսիպյանին, Փաշինյանը շարունակում էր վրդովված բղավել։ Հայերանի հացը որ կար գնայք զոհվեիք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5,000 զոհի մասին ես խոսում, այդ կական, արմատ ախիլ եմ արելու բոլորիդ, գնայիք գեսեր պայքարելու ժամանակ էր, այդ փախացներ, այդ կոնկրետ ես մեկը, փախացներից մեկն է, չհավարցեք մեկ գաք ստեղ մատ թապտակ ընդհանրապես։ Ժամեր անց Օսիպյանին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրվեց միանգամից 3 հոդվածով, ինչից հետո նա կալանավորվեց։ Արթուր Օսիպյանին առաջադրվել է մեղադրանք, ընդ որում գործը տեղափոխվել է Երևան քաղաքի քննչական մարմնի ծանր հանցագործությունների բաժին եւ այնտեղ է նրան մեղադրանք առաջադրվել քրեական օրենսգրքի 3 տարբեր հոդվածներով։ Բռնության կոչ, նախընտրական քարոզարշավին խոչընդոտել եւ խուլիգանություն։ Ձերբակալումից մինչ օրս հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից եւ իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Ես արդեն կոչ եմ արել, որ անապահ ազատացվեն, անկախ նրանից նույնիսկ որ հացադուլ է հայտարարել, բայց առավել եւս հացադուլ է հայտարարել։ Ես կարծում եմ, որ որևէ նույնիսկ նշույլ, նույնիսկ մոտիկ ինչ-որ քաղբանտարկյալի գնահատականին որևէ այսպես մեկնաբանություն տեղ չունի Հայաստանում եւ դրա համար որևէ հիմք պետք չի տա։ Մինչեւ այժմ չի եղել եւ այսուհետ եւս պետք է չլինի։ Նույնիսկ եթե դա ընդհանրապես իրենք մտադիր են մինչեւ ընտրությունները են պահել, կարծում եմ 1 օր ավել նույնիսկ չպետք է պահեն Արթուր Օսիպյանին։ Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին պաստառներով այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում կառավարության շենքի առաջ։ Հասարակական եւ քաղաքացիական գործիչները պահանջում էին ազատ արձակել արցախցի գործչին։ Սա քաղաքական հետապնդում է եւ Արթուր Օսիպյանը քաղաքական բանտարկյալ է։ Խախտվել է Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքը, խոսքի ազատության, մտքի ազատության եւ եթե վարչապետի հետ խոսակցության արդյունքում հրապարակային խոսակցության ընթացքում եւ դրա արդյունքում Հայաստանի քաղաքացին ձերբակալվում է, ուրեմն մենք ապրում ենք բռնապետությունում։ Դերևս ձերբակալվածների պահման վայրում Արթուր Օսիպյանը հացադուլ էր հայտարարել, որը շարունակվում է մինչ օրս։ Նրան ճանաչողները մտավախություն ունեն, որ նա այդպես էլ չի դադարեցնի հացադուլը, ինչը կարող է ողբերգության հանգեցնել։ Պետք է անհապաղ բաց թողնեն Արթուրին, որովհետև Արթուրը իրոք չի փախած չի, պատերազմի մասնակցած է եւ ինքը այն տղեն է, որ ես մտավախություն ունեմ, նորից եմ կրկնում, որ կարող է միջև վերջ գնա ու այդ տղու առողջության հետ մի բան կատարվի եւ դրա պատասխանատուն մենք բոլորս գիտենք ով է։ Ոչ միայն ազատ պետք է արձակվի, այլև Փաշինյանն Օսիպյանին զրպարտելու համար ներողություն պետք է խնդրի, շեշտում են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Արթուրը պայման է դրել, որ ինքը հացադուլից դուրս կգա, երբ որ Նիկոլ Փաշինյանը իրենից ներողություն խնդրի։ Մենք չենք կարող հանգիստ աննստել իմանալով, որ մեր գործընկերը հիմա այդ վիճակում է ու Ասլաչյանի իր հետ կարող է ինչ-որ մի բան պատահել։ Այ ես գիտեմ Արթուրին, ինքը կասի, եթե այնքան տղաները զոհվել են, ես էլ կզոհվեմ ու չեմ նայ այդ ամեն ինչին, բայց ինչի համար էլի։ Ինչի համար։ Միայն դրա համար, որ այդ մարդը հարցեր է տվել։ Քաղաքասարակության ներկայացուցիչները ընդգծում են, ինչպես Փաշինյանն ընդդիմադիր տարիներին Օսիպյանն էլ Արցախում էր պայքարում համակարգային կոռուպցիայի դեմ։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով քրեական հետապնդման պատճառներին, կարծիք է հայտնել, որ Արթուր Օսիպյանին հետապնդում են, քանի որ նա համարձակվել է բացահայտել Հայաստանի վարչապետի քաղաքականության գաղտնիքը, որը պատճառ դարձավ Արցախի հետագա ոչնչացման համար։